Շնորհակալություն, Այս հարցը, որ մենք էլ ենք տվել այս հարցը, թե ինչի մենք ներկայացնենք ոչ օրինակ տարածքային կառավարման ենթակառուցվածքների նախարարությունը կամ ֆինանսների նախարարությունը, չէ, այդ հարցը որ տալիս եք, քանի ամիս առաջ ես եմ տվել, հիմա պատճառները ասեմ, նախ սկսենք նրանից, որ հիմնական պատճառը, այո, ոլորտային որպես նայում ենք վերականգնող էներգետիկա, ուղիղ տկեն նախարարություն, եթե վարկային համաձայնագիր, ուղիղ ֆինանսների նախարարություն, բայց այդ դեպքում ինչու էկոնոմիկայի նախարարություն, մի քանի պատճառներով, առաջինը այն, որ մենք ենք այս այսինքն այս համաձայնագրի գաղափարը ծագել է Հայաստան-Գերմանիա միջկառավարական հանձնաժողովի նիստից եւ որի համանախագահողը էկոնոմիկայի նախարարն է եւ ըստ էության process-ի մեջ նախանձախնդիր շահագրգռվածությունը ըստ էության էկոնոմիկայի նախարարությունն է տարել, հետագայում իհարկե նաև մի քանի կոմպոնենտներ փոփոխության են ենթարկվել, այդ թվում մեխանիզմների մասով կամ բովանդակության մասով կամ շեշտադրումների մասով, եւ այս առումով իհարկե սա է պատճառը, բայց մենք հիմա ներկայացնում ենք կառավարություն, այսինքն այդ առումով շատ չեմ կարծում, որ ձեզ համար շատ էական նշանակություն ունի, թե որ նախարարն է ներկայացնում, որտեղ որ նախարարն է ներկայացնել, կառավարությունն է ներկայացնում։ Իսկ կոնկրետ այս Պարոն հանգիստ եղեք, եթե հիմա ֆինանսների նախարարը նստածներ, պարոն Խաչատրյան ասել էր հասկացանք տոկոս բան, բայց մարդիկ չիմանան ինչի համար ենք այս վարկը վերցնում, ուրա գնալու է վերջո։ Այդ նույն հարցերը հակառակ բովանդակության մասով կարող էին ծագել, հետեւաբար Պարոն Վարդանյան, դուք էլ արդեն էքստրասենսոր հնարավորություն ունեցաք Նիկոլ Փաշինյանի նման, թե ես ինչ հարց կտայի։ Ես կոնկրետ հարց էքստրասենսությամբ հələ որ ձեր քաղաքական թիմին ոչ ոք չի հասնի, ճիշտ է, միշտ սխալ տեղ եք խփում, բայց ամեն դեպքում փորձում եք սովորեք, բայց լավ չեք սովորել դեռ։ Ես կոնկրետ հարց եմ տալիս, շահառուն, քանի տոկոսով է բանկից վարկը ստանալու։ Հա՞։ Ասում եք մենք վերցնում ենք, տալիս ենք բանկին, բանկը տալիս է ՓՄԶ-ներին։ Ես եմ հասկանում, հա, բայց այս նախագիծը այն մասին է, որ այդ երկու պետությունների միջև կնքված համաձայնագրի համաձայն մենք ունենում ենք այսինչ ֆինանսավորումը։ Հիմա ասում եք այդ քանի տոկոսով է վարկառուն բանկից առևտրային ստանալու, դա հետագա ընթացքի հարց է։ Այս պահի տոկոսադրույքը դուք պետք է հասկանաք, այս պահին ինչ տոկոսադրույք է պետությունը պարտավոր։ Ոչ, այսինքն դուք կարծում եք, որ պետությունը մտնում է պարտավորության տակ, առանց իմանալու քանի տոկոսով դա վերջը գալի հասնելու բանկին, բանկը ինչքանով է վերցնելու, շահառուին ինչքանով է տալու, դա չիմանա։ Դուք ասում եք շատ կարևոր է, ՓՄԶ-ները պետք է գան, կուտակի չառնեն, որ անկած վարկը դուրս գա 42.5%։ Չէ, պարոն Խաչատրյան, կարելի է։ Հա, 0.9 կառավարությունն է վերցնում, ասեմ շահառուն, վերջնական շահառուն, վարկառուն։ Քանի տոկոսով է վերցնում։ Որ այդքան դուրս գա, բանը սպառողը չի վերցնի այդ վարկը, բան Խաչատրյան։ Եվ դա մնալու է կառավարության վրա։ Այն վարկը էս է, պարոն Խաչատրյան, այս վարկի մասն ենք խոսում։ Այս վարկը sense թե նենց կառավարությունը եկել է որ վերցնի։ Ոչ, կառավարությունը վերցնում է, տալիս է բանկերը դա բան են, տալիս են հետագա ձեռնարկատերերին, ստանում են գումար, տալիս են կենտրոնական բանկին, կենտրոնական բանկը տալիս է կառավարությանը, որ կառավարությունը փակի։ Ձեռնարկատերերը շահույթ են ստանում, դրանից ստանում ենք հարկեր, այդ ստացած հարկերով էլ փակում ենք։ Եվ, բայց ինչքանով է ասում ձեռնարկատերերը չէ։ Այդ հասնեբերը ինչքան հարկ էին ի վերջո վճարելու այդ ձեռնարկատերերը, որ հասկանայինք արդյոք այս վարկը մնալու է պետության վրա։ Այդպիսի մոդելավորում Որովհետև բազմաթիվ ստեղ վարկային պայմանագրեր են զեկուցվել եւ ասվել է վերցնում ենք այսքան տալիս են կենտրոնական բանկին, կենտրոնական բանկը այսքանով տալիս է բանկերին։ Առաջի անգամ չի։ Պարոն Խաչատրյան, ես առաջարկում եմ հրավիրեմ կենտրոնական բանկին, օրինակ, նստենք, քննարկում անենք, դուք էլ ձեր օրինակ ձեր մտահոգությունները, առայն թե պետական օրինակ ֆինանսավորման վարկերը ինչ տոկոսադրույքով են հասնում վերջնական սպառողին, եւ մտածենք մեխանիզմ, ինչպես անել, եթե կան այդպիսի, վստահ եմ կան աշխարհում այդպիսի փորձեր, մեխանիզմ, որպեսզի հանկարծ շահառուները վերջնական չունենան ենթադրենք բարձր տոկոսադրույքներով վարկեր։ Շատ լավ, եթե նստելը Վարդաշեն քրեակատերողական հիմնարկին չէր վերաբերվում, համաձայն եմ հիմնարկին։
Պարոն Խաչատրյան, ես նման լիազորություններ չունեմ։ Այլ հարցեր կան, հարգելի գործընկերներ, եթե չկան, բան ունեք ավելացնել, պարոն Պապյան։ Շատ կարճ, այստեղ այս համաձայնագրի ամենաառանցքային պահը նա է, որ սա շատ կոնկրետ ծրագրային ուղղվածություն ունի։ Ծրագրի իրականացումը մեր ռազմավարությունների հետ ամբողջովին համահունչ է, ընդ որում նաև ռազմավարությունների ճշգրտումների հետ համահունչ է, որովհետև մեր տնտեսության եթե տնտեսության մեջ նայենք, մեր ամենամեծ խնդիրներից մեկը դա էներգախնայողության մեջ մեծ բացերն են բիզնեսում եւ իհարկե ընդհանուր մինչև անվտանգային հարցերը, էներգետիկ անվտանգության հետ կապված հարցերը եւ այս եղանակով իհարկե փորձ է կատարվելու էականորեն այստեղ բարելավել եւ հաշվի առնելով, որ այս գումարները մեր այսօրվա ունեցած պարտքի տոկոսադրույքի համեմատ էական նվազեն, ակնհայտ է, որ սրանք բավականին հասանելի միջոցներ են լինելու հետևանքում բիզնեսի համար եւ այս կոնտեքստում այս կոնտեքստում կարծում եմ, որ լավ արդյունավետ վերահսկողության մեխանիզմների պարագայում, այդ թվում նաև խորհրդարանական վերահսկողության պարագայում եւ ես ողջունում եմ նաև այս մասով ձեր նախաձեռնությունը, որովհետեւ դա ուղիղ բխում է նաև նախարարության շահերից, մենք կարծում եմ, որ կարող ենք ունենալ եւ պետք է ունենանք այնպիսի վերջնարդյունքում այնպիսի ներդրումային ծրագրեր, այնպիսի էներգետիկ լուծումներ, որոնց արդյունքում շատ հեշտությամբ կկարողանանք այս ցածր տոկոսադրույքով վարկը մարել։